Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգին Սրբո ամեն։ Այսօր Սուրբ Հոգու Գալստյան տոնն է, հոգե գալուստ է։ Երբ Պենտեկոստեի օրերը լրացան, բոլորը միասիրտ միատեղ էին եւ հանկարծակի երկնքից հնչեց մի ձայն, սաստի կողմից եկած ձայնի նման։ Եվ լցրեց ամբողջ այն տունը, ուր նստած էին, եւ նրանց երևացին բաժանված լեզուներ, նման բոցեղեն լեզուների, որոնք նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա, եւ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով, եւ սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Սուրբ Հոգին նրանց խոսել էր տալիս, եւ կային Երուսաղեմում բնակվող հրեաներ, երկյուղած մարդիկ եկած երկնքի տակ ապրող բոլոր ազգերից, եւ երբ այս ձայնը լսվեց, բազմությունը հավաքվեց եւ խռնվեց, որովհետեւ լսում էին, որ նրանք խոսում էին իրենցից յուրաքանչյուրի լեզվով, ամենքը հիանում էին եւ զարմանում, ու միմյանց ասում էին, չէ որ սրանք բոլորը որ խոսում են գալիլեացիներ են, բայց ինչպես է որ մենք նրանց լսում ենք մեր յուրաքանչյուրի բարբառով, որ ծնված օրից խոսում ենք, մենք Պարթևներ, մարեր եւ իլամացիներ, եւ նրանք, որ բնակվում էին Միջագետքում, Հրեաստանում եւ Գամիրքում, Պոնտոսում եւ Ասիայում, Ֆյուրինգիայում եւ Պամփյուլիայում, Եգիպտոսում եւ Կյուրենիայի հարևան Լիբիայի շրջաններում եւ Հռոմից եկածներ, թե հրեաներ եւ թե հրեության դարձածներ, կրետացիներ ու արաբներ, լսում ենք, որ նրանք խոսում են մեր լեզուներով, Աստծո մեծագործությունների մասին, բոլորը զարմանում էին եւ միմյանց ասում, ինչ կարող է լինել սա, իսկ ուրիշներ ծաղրելով ասում էին, նոր գինուց հարբած են։ Եվ Պետրոսը 11-ի հետ վեր կենալով բարձրացրեց իր ձայնը եւ ասաց, ով հրեաստանցիներ եւ դուք ամենքդ, որ Երուսաղեմում եք բնակվում, այս ձեզ հայտնի թող լինի, որ եւ իմ խոսքերին ականջ դրեք, սրանք հարբած չեն, ինչպես դուք եք կարծում, քանի որ դեռ առավոտյան ժամը 9 է, այլ այս այն է, որ ասվեց Հովել մարգարեի բերանով, եւ պիտի լինի սրանից հետո վերջին օրերին ասում է Աստված, որ իմ հոգուց պիտի թափեմ ամեն մարդու վրա, եւ ձեր որդիներն ու ձեր դուստրերը պիտի մարգարեանան, ձեր երիտասարդները տեսիլներ, եւ ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն, եւ իմ ծառաների ու աղախինների վրա այն օրերին իմ հոգուց պիտի թափեմ եւ նրանք պիտի մարգարեանան։ Եվ վերը երկնքում զարմանալի գործեր պիտի ցույց տամ, եւ ներքևում երկրի վրա նշաններ, արյուն եւ հուր եւ ծխի մրրիկ, արեգակը խավար պիտի դառնա, լուսինը կարմիր ինչպես արյուն, քանի դեռ չի եկել Տիրոջ մեծ եւ երևելի օրը, եւ պիտի լինի այնպես, որ ամեն ոք, որ Տիրոջ անունը կանչի, պիտի փրկվի։ Ով իսրայելացիներ, լսեցեք այս խոսքերը, Հիսուս Նազովրեցուն, այն մարդուն, որին Աստված ձեզ ներկայացրեց զորությամբ, նշաններով եւ զարմանալի գործերով, որ Աստված նրա միջոցով արեց ձեր մեջ, ինչպես դուք իսկ գիտեք այդ, Աստծո սահմանած խորհրդով եւ կանխագիտությամբ անօրենների ձեռքը մատնելով խաչապայտի վրա գամեցիք եւ սպանեցիք։ Նրան Աստված հարություն տվեց, քանդելով մահվան կապանքները, քանի որ կարելի չէր, որ մահը իշխեր նրան։ Ինքը Դավիթը Հիսուսի մասին ասում է. նախապես Տիրոջը ամեն ժամ տեսնում է իմ առջև, որովհետև իմ աչում է, որպեսզի չսասանվեմ, դրա համար էլ իմ սիրտը ուրախ եղավ։ Եվ իմ հոգին ցնծաց, եւ իմ մարմինն էլ պիտի ապրի հույսով, որովհետև իմ անձը գերեզմանում չես թողնելու, եւ ոչ էլ թույլ ես տալու, որ քո սրբի մարմինը ապականվի, ինձ ցույց տվիր կյանքի ճանապարհները, քաղցրորեն լցրիր ինձ
և քո ներկայությամբ ուրախացրիր, ով եղբայրներ, պետք է վստահությամբ ասել Դավիթ նահապետի մասին, որ և մեռավ և թաղվեց և նրա գերեզմանը կա մեր մեջ մինչև այսօր, բայց որովհետև նա մարգարե էր և գիտեր, որ Աստված նրան երդվելով խոստացավ նրա որովայնի պտղից մեկին նստեցնել իր գահի վրա, ուստի կանխորոք գիտենալով խոսեց Քրիստոսի հարության մասին, թե նրա անձը գերեզմանում չթողնվեց և ոչ էլ նրա մարմինը ապականություն տեսավ։ Այս Հիսուսն է, որ Աստված հարություն տվեց, որին մենք ամենքս վկա ենք, Աստծո աջ ձեռքով բարձրացնելով Սուրբ Հոգու խոստումը ընդունելով Հորից սփռեց այս, որ դուք այժմ տեսնում եք և լսում, և որովհետև Դավիթը, որ երկինք չէր ելել, ինքն ասում է. Տերն ասաց իմ Տիրոջը նստիր իմ աջ կողմը, մինչև քո թշնամիներին ոտքերիդ տակ իբրև պատվանդան դնեմ։ Արդ Իսրայելի ամբողջ տունը վստահորեն թող իմանա, որ Աստված նրան և Տեր և օծյալ արեց այն Հիսուսին, որին դուք խաչեցիք։ Հոգեգալստյան դրվագն էր, թե ինչպես 50-րդ օրը Քրիստոսի հարությունից հետո առաքյալները երբ հավաքված էին վերնատանը, միասիրտ, միաբան աղոթքի մեջ էին, հանկարծ այդ հրաշքը տեղի ունեցավ։ Դղրդաց ամեն ինչ, ահեղ ձայն եկավ, տունը լցվեց հրեղեն կրակե լեզուներով, և կրակե լեզուները հանգան առաքյալների վրա։ Սուրբ Հոգով լցվեցին առաքյալները և միանգամից փոխվեցին։ Այն առաքյալները, որոնք երբ Հիսուսին ձերբակալում էին, ընդամենը 50 օրեր, մի քիչ ավելի դրանից առաջ, բոլորը թողեցին Հիսուսին փախան։ Այն Պետրոսը, որին ասացին դու էլ Հիսուսի աշակերտն ես, ուրացավ, ինքն իրեն անիծեց, ասեց այդ մարդուն չեմ ճանաչում, ես դրա հետ կապ չունեմ։ Այն առաքյալները, որ նույնիսկ Քրիստոսի հարությունից հետո թերահավատության մեջ էին դեռ, Քրիստոսին հարությալ տեսել էին, բայց թողել էին այն, ինչ կոչումի Հիսուս իրենց կանչել էր, ասել էր դուք այսուհետև մարդկանց որսորդներ պիտի լինեք, այլևս ձուկ որսալու փոխարեն մարդ պիտի որսակ, գնացել էին նորից սկսել էին ձկնորսությամբ զբաղվել։ Այս առաքյալների հետ հիմա հրաշք տեղի ունեցավ, որտեղ Քրիստոսն ասել էր մնացեք Երուսաղեմում և սպասեք մինչև երկնքից զորություն առնեք։ Սուրբ Հոգին իջավ, զորացրեց և ուրիշ մարդիկ դառնան։ Հիմա այս առաքյալները դուրս եկան և ամբողջ Երուսաղեմի առաջ քարոզում էին Քրիստոսին։ Եվ ինչպես էին քարոզում։ Քաջությամբ, անվախ, և ով էր օգնում իրենց այդ քարոզության ժամանակ։ Սուրբ Հոգին էր օգնում, որովհետև իրենք խոսում էին մի լեզվով, բայց Սուրբ Հոգին իրենց խոսածը ամեն մեկին լսել էր տալիս իր սեփական լեզվով, և ապշել էին մարդիկ, զարմացել էին, ասում էին սրանք որտեղից գիտեն մեր լեզուները, չգիտեին իրենք այդ լեզուները, բայց Սուրբ Հոգին այդպիսի ներգործություն էր ունենում։ Եվ ինչ եղավ, ասում է, այդ Պետրոս առաքյալի մի քարոզով 3000 հոգի այդ օրը հավատացին, մկրտվեցին և քրիստոնյա դարձան։ Եկեղեցին ավելացավ 3000-ով։ Ինչ էր սա։ Նոր դարաշրջան տիեզերքի պատմության մեջ։ Ինչ դարաշրջան։ Սուրբ Հոգու դարաշրջանը սկսվեց։ Որովհետև սկզբից Հայրը խոսում էր մարդու հետ երկնքից, Ադամի հետ էր խոսում, նահապետների հետ էր խոսում, մարգարեների հետ էր խոսում։ Հետո եկավ Որդու դարաշրջանը։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս Աստծո Որդին երկնքից իջավ երկիր, որպեսզի մարդկանց մեջ բնակվի, մարդկանց հետ բնակվի, մարդկանց սովորեցնի, ուսուցանի և մարդկանց փրկությունը կատարի իր զոհաբերմամբ, իր պատարագով, իր արյամբ, հեղմամբ փրկություն բերեց մարդկանց։ Քրիստոսն ապրեց մարդկանց հետ։ Եվ առաքյալները վկայում են, ասում են, մեր աչքերը տեսան նրան, մեր ձեռքերը շոշափեցին նրան, ասում է առաքյալը։
Եվ Քրիստոս երկինք համբարձվելուց հետո 10-րդ օրը Սուրբ Երրորդության 3-րդ անձը Սուրբ Հոգին իջնում է աշխարհ, որպեսզի բնակվի մարդկանց մեջ, ոչ թե մարդկանց կողքին, այլ մարդկանց մեջ։ Սուրբ Հոգու դարաշրջանն է։ Եկեղեցին առաջնորդում է Սուրբ Հոգին։ Եկեղեցուն տանում է Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգու դարաշրջանն է, եւ մենք բոլորս արժանացանք Սուրբ Հոգու շնորհին։ Երբ արժանացանք, երբ որ մկրտվեցինք Սուրբ Երրորդության անունով, Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Երբ մեզ մկրտության ավազանից հանելուց հետո, որտեղ Սուրբ Հոգին մեզ մաքրեց մեր մեղքերից, մեզ վրա դրոշ դրվեց, Սուրբ Հոգու կնիքը դրվեց մեզ վրա, որպեսզի մեզ զորացնի Աստված եւ մենք կարողանանք մեր կյանքն ապրել որպես քրիստոնյա, մեղքի հետ պատերազմելով, Աստծո շնորհի մեջ ապրել։ Իհարկե, այս շատ բարձր եւ լավ խոսքեր են, բայց մենք ինչի դրա մեջ չենք, որովհետեւ մեղքով հեռացանք Աստծուց, մեղքով տկարացանք, մարեցինք Սուրբ Հոգին, որ մեր մեջ է, ասում է առաքյալը, մի մարեք Սուրբ Հոգին, որ ձեր մեջ է, ապրեք Աստծո շնորհի մեջ, որպեսզի չմարեք Սուրբ Հոգին։ Տրտմեցինք Սուրբ Հոգին, որ մեր մեջ էր, Սուրբ առաքյալն ասում է, մի տրտմեցրեք Սուրբ Հոգին, որ ձեր մեջ է։ Այսօր նորից առիթ է, ինչպես Հովան ոսկեբերանի աղոթքում էինք ընթերցում քիչ առաջ, աղաչենք եւ խնդրենք, որ Աստված Սուրբ Հոգու շնորհներով մեզ լցնի, զորացնի Սուրբ Հոգով, նորոգի այդ շնորհը մեր մեջ, որ մենք ստացել ենք մկրտության ավազանի մեջ, ավազանից եւ գիտակցաբար Սուրբ Հոգու շնորհը խնդրելով, Սուրբ Հոգու առաջնորդությունը խնդրելով ապրենք մեր կյանքը։ Գիտեք, առանց Աստծո ներգործության մենք ոչինչ չենք կարող անել։ Մենք չենք կարող փրկվել։ Մենք նույնիսկ մի մեղք չենք կարող հաղթահարել, բայց Աստծո ներգործությամբ, Աստծո շնորհով սրբերը բոլոր սատանային հաղթեցին։ Մենք մի մեղք չենք կարող հաղթենք, մենք մեր մեջի մի սխալը չենք կարող ուղղենք, բայց սրբերը սատանային հաղթեցին։ Ինչի՞, որովհետև Սուրբ Հոգու լեցունություն էր իրենց մեջ, Սուրբ Հոգու զորությամբ էին շարժվում, Սուրբ Հոգին էր ներգործում իրենց միջոցով։ Ուրեմն մենք էլ փափագողները լինենք Սուրբ Հոգու, խնդրենք, աղաչենք, մնանք շնորհի մեջ, որ Աստված տա։ Եվ ինչ է ասում Պողոս առաքյալը. ես ինքս ոչինչ եմ ինձնից, ինչ որ անում եմ, Սուրբ Հոգու շնորհն է իմ մեջ գործում, բայց մի բան ավելացնում, ասում է ես ամենից շատ աշխատեցի այդ շնորհի վրա, այսինքն Սուրբ Հոգին իր շնորհը տալիս է, մենք էլ պիտի ընդառաջ գնանք, մենք էլ պիտի աշխատենք դրա վրա, որ այդ շնորհի լեցունությունը առավել լինի մեզ մեջ, այլ ոչ թե կորցնենք Աստծուց ստացածը, անփութությամբ, անհոգությամբ, ծուլությամբ, այլ միշտ ջանանք այդ շնորհի մեջ մնալ եւ շնորհը ավելացնել, խնդրել, որ Աստված էլ ավելի զորացնի մեզ, էլ ավելի լցնի մեզ Սուրբ Հոգով, որպեսզի Սուրբ Հոգով առաջնորդվելով հասնենք փրկության, հասնենք երկնքի արքայության։ Առանց Սուրբ Հոգու մենք չենք կարող փրկվել։ Որտեւ փրկության ճանապարհը էս էր, Աստված խոսեց, տվեց իր օրենքները, տվեց իր պատգամներն ու պատվիրանները, Աստված եկավ աշխարհի մեջ այդ բոլորը ինքը կատարեց եւ նաեւ մեր մեղքերի խավությունն ու թողությունը կատարեց, հիմա էլ Սուրբ Հոգին ուղարկում է, որպեսզի մենք կարողանանք կատարելով այդ ամեն ինչը, ապրելով այդ ամեն ինչը հասնենք փրկության։ Փառք Աստծո, որ Աստված ամեն ինչ արել է մեր փրկության համար։ Սուրբ Երրորդության 3 անձերը հերթով մեր փրկությունը իրագործեցին եւ այսօր էլ շարունակում են գործել աշխարհի մեջ։ Սուրբ Հոգին շարունակում է աշխարհի մեջ մնալ, մինչեւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը, որ բոլոր նրանց, ովքեր հավատարիմ կմնան, արժանացնի լույսի, փրկության եւ երկնքի արքայության։ Աստծո շնորհը, սերը, խաղաղությունը թող ամենքիս հետ լինի։ Աղոթենք, խնդրենք, աղաչենք, որ Սուրբ Հոգու շնորհը երբեք մեզանից չհեռանա։ Մենք միշտ մնանք Սուրբ Հոգու շնորհի մեջ։ Ամեն։ Թող Աստված մեզ բոլորիս օգնական պահապան լինի, Սուրբ Հոգի Աստված էլ մեզ առաջնորդի։